Ողջույն։ Միասին վերահսկենք ընտրությունները։ Այս կոչը ընդդիմությանը հնչեցնում է Իշխան Սաղաթելյանը, մի մարդ, որի քաղաքական թիմը Դաշնակցությունը տարիներ շարունակ եղել է այն համակարգի մասը, որտեղ ընտրությունները ոչ թե վերահսկվում էին, այլ կառավարվում։ Սա արդեն ոչ թե քաղաքական առաջարկ է, այլ քաղաքական հիշողության փորձարկում։ Որովհետև երբ խոսում ենք այն ժամանակաշրջանի մասին, երբ իշխանության առանցքում էին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, խոսում ենք մի իրականության մասին, երբ գործում էր մի համակարգ, որտեղ ընտրակաշառքը նորմ էր, վարչական ռեսուրսը գործիք, իսկ կեղծիքը մեխանիզմ։ Մարդկանց ձայնը օգտագործվում էր ոչ թե որպես իրավունք, այլ որպես գնման ենթակա ապրանք։ Այդ տարիներին ընտրատեղամասերը ոչ թե քաղաքացիների ազատ կամ արտահայտման վայր էին, այլ նախապես գրված սցենարի բեմահարթակ։ Ձայների իրական հաշվարկը կատարվում էր ոչ թե ընտրատեղամասերում, այլ իշխանական կաբինետներում։ Եվ հենց այդ համակարգի ներսում ձևավորված քաղաքական ուժի ներկայացուցիչն է այսօր խոսում ընտրությունների վերահսկողությունից, ներկայացնելով իրեն որպես արդար ընտրությունների պաշտպան։ Սա արդեն քաղաքական ցինիզմ է, որովհետև մոռանում են բակերում ընտրակաշառքով լցված գազելները, ցուցակներով ուղղորդվող ընտրողներին, ճնշումներն ու ահաբեկումները։ Մոռանում են, թե ինչպես էր ընտրության արդյունքը որոշվում մինչև ընտրությունների օրը։ Եվ հիմա այդ նույն համակարգի ներկայացուցիչները փորձում են ներկայանալ որպես լուծում այն խնդրի, որի ստեղծման մեջ իրենք ունեցել են իրենց բաժինը։ Եվ այստեղ ամենակարևոր հարցը մնում է նույնը. ով պետք է վերահսկի, նրանք, ովքեր տարիներ շարունակ խախտել են, թե նրանք, ովքեր ուզում են, որ վերջապես ընտրությունը դառնա իրական ընտրություն։ Բնականաբար այս հարցի պատասխանը մեկն է, անկախ այն հանգամանքից, որ դեռ կան մարդկանց փոքր խմբեր, որոնք իրենց ապագան վաճառքի ապրանք են համարում։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։